Արդեն մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է եկեղեցուն, հոգևորականներին, վիրավորական արտահայտություններ, նույնիսկ հայոախառն արտահայտություն է անում։ Ձեր կարծիքով ինչու, ինչ նպատակ է սա հետապնդում։ Դե ասեմ, որ շատ վատ պահվածք ցուցաբերեց վարչապետը, նման բառապաշարով չէր կարելի խոսալ եկեղեցու հետ, իսկ եթե անձամբ կաթողիկոսի հետ կապված խնդիր ուներ, կարար ավելի ճիշտ, ավելի մի քիչ գրական բառերով իր ասելիքը ասեր, բայց ոնց նայում եմ 7 տարի է վարչապետը, 7 տարուց առաջ մարդիկ գիտեին, որ մեր կաթողիկոսը համենայն դեպս չի համապատասխանում իր այդ կոչմանը, որովհետև արդեն ոնց ասած մենք փոքր երկիր ենք, էլի բոլորս էլ տեսնում ենք, լսում ենք, ով գալիս է իշխանության, մի տարի հետո արդեն դառնում է օլիգարխ, նույնը եկեղեցում բիզնեսով, բանով զբաղվող կաթողիկոսի մասին է խոսքը, բայց չի կարելի վիրավորել եկեղեցին ընդհանրապես, որովհետև եկեղեցին ժողովրդինն է։ Այդ ժողովրդի հավատքի տեղն է, որտեղ մարդիկ գնում են, աղոթներ են անում, վերջապես ես գտնում եմ, որ չէր կարելի նման բան անել։ Իսկ ինչի Նիկոլ Փաշինյանը, որ բերեց Արգիչ Տիգրամյանին դրեց քննչականի պետ, չգիտեր, որ տերտերի տղա է, որն էլ ազգային ժողովում նստած, խաչը ձեռքի մեջ անընդհատ տարորում էր, որ այդ ձեռքերով 1000 մի կեղտոտ բաների կպնում է։ Այդ չէր իմանում։ Այն Նիկոլ Փաշինյանը թող այդ ժամանակ զբաղվեր Քարամյանով, Բադասյանով, ովքեր որ ջարդ ու փշուր արեցին այդ նույն ավտոներկրողների հետ կապված, մարդիկ միլիարդ դոլարներով հարկեր վճարեցին ու այսօր փաստորեն դարձան հետապնդվողներ, որոշ մարդկանց վրա քրեական գործեր բացեցին, մնացածին այդ ավելացված արժեքի հարկը հետ վերադարձ չարեցին եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչ, մի քիչ լավ չէ էլի, որ մարդկանց դնում են ապուշի տեղ։ Ես ոնց հասկացա, Նիկոլ Փաշինյանը այս ամբողջ տարին նմանատիպ բաներ է անելու, որովհետեւ ուզում է նույն այդ եկեղեցու հետ կապված իրան թվում է, որ այն կան, չէ, աղանդներ, եհովականներ, հիսունականներ, չգիտեմ, կյանքի խոսքեր եւ այլն։ Այդ մարդկանց ձայները վերցնի, այդ նույն կներեք այն դոգի, որը որ հիմա պատասխանատվության տակ է, այդ նույն բառապաշարով դիմել այն էլ եկեղեցուն։ Կարելի է շատ հանգիստ, եթե դուք ունեք նման բաներ։ Այսինքն դուրս եկավ, այսօր մեր ժողովուրդը նայում է, ոնց որ Աղազարյանի հեռախոսը վերցրեցիք, հա, անձնական կյանքով եք հետարքրում, բայց դա շուտ ասեիք ժողովրդին։ 5 տարի առաջ չգիտեիք, որ նման բաներ կար։ Թե հələ կաթողիկոսի տղան է, աղջիկն է, չգիտեմ, որ երեխա ունի 5 տարեկան է։ Չէ, արդեն մեծ հասուն մարդ է, չէ։ Այդ ոնց եղավ, որ այս օրերին է այդ ձեր մոտ ամեն հիշողությունը։ Եվ վերջապես թող ինքը շատ հետևի, որ ազգային ժողովում մի հատ առարկա ունեն իրանց այն Արսեն Թորոսյան կոչեցյալը։ Լրիվ առարկա է, ասեմ ձեզ, որ գիտեք ինչ է, ես միշտ մեկ-մեկ որ ելույթ եմ ունենում, տակը անպայման չեմ սիրում գրել հեռախոսի մեջ, բայց գրում եմ, որ սենց գիգանտ ենք ունեցել ու մենք չենք իմացել այս 30 տարվա մեջ, որ համ առողջապահության նախարարը, համ քաղաքապետարանի աշխատողը, համ տրանսպորտնիկը, համ երթևեկության մասին ամեն ինչ այս ինչ ուղեղ ենք ունեցել ու մենք չենք իմացել, որը որ իրան թույլ է տալի ազգային ժողովի ամբիոնից ասում է ձեր մերը, ձեր հերը, ձեր մյուսը։ Էս ով են եկել։ Ինքը նման բաներ չի տենում, ես ելնեի վարչապետ, հենց այդ ամբիոնի վրա ապտակը կտայի իրան։ Այդ բառերի համար։ Դե ես էլ ասում, բա ես նոր ինչ եմ ասում։ Պետք է մարդը ունենա դաստիարակություն, 1000 անգամ եմ ասել, դաստիարակություն, կրթվածությունը դա շատ բավարար չի։ Լավ ընտանիքում մեծացած, կուլտուրա ունեցող։ Էս ինչ շնորհք է։ Էս ով հմել լավ տղա են խաղում, նույն Արգիչ Տիգրամյանին տեսակ ազգային ժողովում ինչ արեց Աղազարյանին։ Այսինքն լավ տղա, համ կներեք էլի, սենց մի քիչ կոպիտ բառերով ասա, համ միլիցիա եմ, համ լավ տղա եմ խաղում, հա, այտենց բան չի լինում, ամոթ է,
Ենթամշակույթի մասին օրենքներ եք հանում, դուք ինքներդ ուզում եք լավ տղա երևաք, այտենց չի լինում։ Այնտեղ գոնե այն համակարգում կա մի քիչ ճիշտ ու սխալի հարցեր, որը որ մարդիկ գիտեն ոնց են ճիշտը գտնում եւ ոնց են սխալը գտնում։ Դուք խառնվել եք իրար, ոչ հասկանում եք, դուք ճիշտ մարդ եք, սխալ մարդ եք, ոչ լավ տղա եք, ոչ էլ եք։ Վերջապես պետք է չմոռանաք, էսի երկիրը նստել եք ազգային ժողովում, մեկը մյուսի հանդեպ ինչ ասես ասում եք, այս ինչ խոսակցական, չգիտեմ, իրանք ես ոնց հասկանում եմ, իրանք պատրաստվում են այս ընտրությունների, իրանք ուզում են ամեն ինչ անել, իրանք ցուցադրել, որ իրանք այնքան լավն են, այնքան որ բնակավար ուզում եք վերցրեք։ Ասում եմ, համ կոռուպցիան է խեղդած, համ ոչ մի լավ բան չկա արված։ Որ բնակավարը կուզեք տրանսպորտի վերաբերյալ նույն վարորդներին ասում եմ, այսօրվա վիճակում ամեն վարորդ տնից դուրս գալուց իր 2 կոպեկն աշխատելու համար 100 անգամ այդ եկեղեցու դեմով անցնելուց խաչակնկվում ու երազում է, որ անփորձանք հասնի տուն կամ ինչ որ մեկին տեղափոխի մի տեղից մյուս տեղ։ Դու դերել ես այսօր եկեղեցի ես հայ կաթողիկ։ Չուլանանոց է եկեղեցի։ Համենայն դեպս այդ գիտեք ինչից է, երևի 7 տարվա մեջ առաջի անգամ եկեղեցի էր մտել։ Մենք բոլորս էլ մտնում ենք, որ դուք ինքներդ ինչ-որ մեկը տեսել է նման բան, չկա։ Եթե միտեղ էլ մի բան կա, ուրեմն այդտեղ գնում է շինարարական աշխատանքներ, մարդիկ կվերջացնեն, կմաքրեն, կհավաքեն, կվերջանա կգնա, այդ ի՞նչ բան է։ Ինչ արտահայտությունն է, չուլանանոց, մուլան ինչ ասում եմ էլի ավելի կոպիտ բառ կա, չի ուզենա սենց եթերայինով ասել էլի, այն որ վարունգը ինչ որ բանի հետ խառնում են։ Այս մարդիկ չեն հասկանում, իրանք ով են, вообще կամ էլ կներեք խփնվել են այս իրանց հաջողություններից, իրանք դարել են իշխանավորներ, կուզեն կհայոյեն, կուզեն ջանք ասեն, կուզեն մեկին կահանեն աշխատանքից, մյուսին կընդունեն, կուզեն միլիոնները կտանեն, ով է տերը։ Տեր չկա, այս երկրում տեր չկա, ոչ մեկ, ժողովուրդն էլ արդեն գիտեք ինչ, հոգնել է, ձանձրացել է, որ դուրս գան թքեն մրեն, որովհետև կողքից էլ այնքան խափեպաներ ու բան են գալիս իբր, իրանք պայքարում են ժողովրդի համար, ոչ, իրանք ամեն մարդ այսօր, ես միշտ ասել եմ, քաչ, Նազարը թող նայեն, կխնդրեմ Հայ ֆիլմ ստուդիային, թող ամիսը մեկ անգամ քաչ Նազարը ցույց տան, որ մարդիկ տենան, որ իրանք էլ կարան, մի բոմժ էլ կարա դառնա թագավոր, սա այս մեր ազգը դեգրադացման է հետում, ես չեմ հասկանում, ես ինչ է կատարում, ես մենք այսքան խելոք մարդիկ ունենք, սաղ աշխարհին ամեն ինչ տված մարդիկ ունենք, ես ինչ դառը, դրել են այսօր 21.1700 արդեն կներեք 1724 տարվա եկեղեցուն վիրավորել, լսեք կանձապ ունեք ինֆորմացիա կաթողիկոսի մասին կամ արքեպիսկոպոսի ինչ-որ մեկի մասին, կանչեք, ասեք ընկեր սուսուփուս, որպեսզի չհրապարակվի, ուրեմն փիլոնը թանի եւ հեռացի եկեղեցուց, վերջ, այս բան է, գրում եք, ամբողջ աշխարհը նայում է, վերջապես, թե էլ թշնամի չունեք։ Ադրբեջանից հոգևոր առաջնորդ Ադրբեջանի ասել էր, որ Հայաստանի եկեղեցին տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում եւ դրանից հետո սկսվեց Փաշինյանի, այսպես ասած, արշավը դեմ հայ-արաբական եկեղեցին։ Կներեք, շատ ճիշտ է ասել ադրբեջանցին։ Բա եթե մենք ինքներս մեզ թույլ ենք տալի մեր եկեղեցուն վիրավորել այս ձևով, որ մենք էլի եմ ասում, մենք որ կայինք, շատ քիչ ազգեր են եղել։ Մենք ունեցել ենք, մենք քրիստոնեությունը 1700 տարի առաջ ընդունել ենք որպես պետական կրոն, այսօր մենք ինքներս թքում ենք այդ եկեղեցու վրա, կարելի է ասել։ Բա ադրբեջանցի չէ, պարսիկ չէ, ես իմ իտալացի չէ, շվեդացի, կթքեն մեր երեսին։ Եթե մենք ինքներս ենք տալիս այդ տոնը, ես նորից եմ ասում, ասենք ես եմ վարչապետը, ես չեմ կարող կաթողիկոսին հրավիրել իմ մոտ, ասել ընկեր ջան, սենց վիճակա, սենց խոսակցությունները, որպեսզի մեր եկեղեցու անունը չհրապարակվի, ամբողջ աշխարհը չլսի, չկարդա, հրաժարական տուր գնա, իբր հիվանդ ես կամ ինչ-որ մի խնդիր ունես, նոր կընտրեն ինչ-որ մի ավելի արժանավորի։ Կարելի է, չէ՞, ամեն ինչը անել։ Ինչու՞ չի արվում։
Դա էլ հո Ինչու է տնտեսական ամեն ինչ այսպես բացեի բաց Դե ու այդ եմ ասում, դա էլ հո վիրավորելով տնտեսական սուտի աճ չի, որ հելնեն գորանք, մեր տնտեսությունը, բա ինքը այդ լայվերի ժամանակ հեշ չէ Facebook-ում, YouTube-ում, չի տեսնում մարդիկ ինչ փոշի են ու բան են նկարները գցում, թե ինչ է կատարվում մեր քաղաքում։ Այս եղավ էլի են նույն են Քոչարյանի ժամանակ, մենք սենց տնտեսություն ունեինք, շինարարություն ունեն, բիզնեսն է, ասում եմ, լյուբոյ հասարակ մարդ թող մտնի բանկ, ասի ինձ մի $2 միլիոն փող տվեք, ուզում եմ մի հատ շենք կառուցեմ, ես էլ վաճառեմ, ես էլ հարստանամ։ Կտան, կասեն այ տղա ջան, հոգեբուժարանը հավանում է։ Գնան դե։ Այս հերիքա խափեն, էլի, ասում եմ, արդեն հոգնել են։ Իմ կյանքի կեսն անցավ այս սրիկայությունների ժամանակ։ 4 նախագահները, այսինքն 3 նախագահ, 1 վարչապետ նույն սրիկայություններն են անում։ Այ ես այսօր նորից մեքենայի մեջ եմ։ Եթե կցանկանաք ձեր հետ միասին կուզենամ 11-րդ նամակը տանեմ հանձնեմ կառավարության ընդունարան։ 10 նամակին դեռ պատասխան չկա։ 11-րդն եմ տանելու, որպեսզի ես ամեն շաբաթ մի նամակ տանելու եմ։ Մինչև արձագանքեն իմ գրածներին, եթե չէ, երևի մինչև ընտրությունները 26 թվի Գինեսի գրքում ինձ կգրանցեն, որպես չպատասխանված նամակատեր։ Ես տենց եմ կարծում, անպայման հենա մոտս դրված, պեչատած, պետքա տանեմ հանձնեմ։ Եթե կցանկանաք, խնդիր չունեք, միասին գրանք, լուսաբանեք, գցեք, թող տեսնեն։ Չեն, այս մարդիկ չեն աշխատում եւ աշխատելու ձև չգիտեն։ Ասում եմ, դու ժամանակ չունես նամակի պատասխանելու, հանձնարարություն տուր քու արարողակարգի պետին, ասա, գիտեք ինչ, իմ ժամանակը շատ թանկ է, ես եկեղեցիներով եմ զբաղված։ Ինչ որ նախարարի, վարչության պետի մեկին տվեք, ասեք, թող այդ մարդուն հրավիրեն, ասեն։ Կարող են ինձ բան եմ ասում, որ մեր երկիրը մեծ գումարներ է աշխատում ամեն ամիս։ Իհարկե ասել եմ էլ, այդ ձեռք չի տալի։ Գրպանային 10 միլիոն, 20 միլիոն ավելի է ձեռք տալի, քան 300 միլիոն մտնի պետբյուջե ամեն ամիս։ Շատ եմ ասել, այդ թեմաների մասին շատ եմ խոսած։ Ձեռք չի տալի, այս մարդիկ չեն սիրում նորմալ խելոք մարդու ասած նայել, քննարկել, կարող է էլի օգտակար լավ 90% բացասականին, մի 10% էլ թող օգտակար բան լինի էլի այս ժողովրդի։ Չի կարելի սենց։ Ասում եմ, մարդիկ պետք է իրոք դուրս գան լավ տներից, լավ դաստիարակություն ստացած, նորմալ մարդիկ։ Իսկ այնպես չի, որ մենք չունենք, ունենք ուղղակի այս զբրոդը, այս տարիների այնքան են հավաքված, շատացած, որ չեն թողնում այդ մարդիկ Երևան։ Իրանք ամեն ինչ անում են, իրանց արածի պատասխանը չտալու համար, հիմա էլ սրանք են անում, որ մնան, որ իրանք պատասխանատվության չենթարկվեն։ Թե չանցել եք հասել կաթողիկոս, եկեղեցի, մյուս, էսի սրա քերու կնգա հետ նա, ինչ ամոթ չի, դուք ինչ գործ ունեք մարդկանց անձնականի մեջ եք մտնում։ Գտնում եք, որ իրավունք չունի տենց բան անել։ Հրավիրեք, առանձին, բացատրեք, եթե այդ մարդը չի կատարի ձեր ասածը, նոր հրապարակեք, նոր քննարկման առարկա սարքեք, մարդուն ոչինչ չասելով դուք ինքներդ վեր եք կենում ու գրառումներ եք անում, որ ամբողջ աշխարհը կարդա, որ նույն ադրբեջանցին, որը որ մեզ այս վիճակի մեջ բերեց հասցրեց, ծիծաղա մեր վրա, ու մենք գլուխ գովանք, որ 1700 տարվա քրիստոնյա ժողովուրդ է, անհարմար է, կարծում եմ, որ Եկեղեցու դեմ այսպես ասած արշավին միացել են նաև շատ քպականներ, միացել է նաև հենց Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը։ Դե գիտեք ինչ, ես արդեն մի քանի անգամ ասուլիսների ժամանակ ասել եմ, շատ տգեղ եւ շատ տհաճ բան է։ Կինը թող մնա որպես կին։ Գիտեք ինչ, ես այսօր նայում եմ, ուրեմն համենայն դեպս մարդկանց հետ էլ խոսալու չփելուց բոլորն ասում են այդ մարդիկ իրար հետ չեն զաքսավորվել, որպեսզի պետությունից նպաստ ստանան, բազմազավակ մայրը։ Լավ, այդ էլ գցենք մի կողմ, թող ստանան, կուզեն, թող մի հատ էլ
Արգիշտիկ Հարամյանին ասեն, թող այդ հաշվարկներն անի, այս տարիներին ինչքան նպաստ են ստացել, խեղճ ու կրակ են ապրել, էլի, այնքան մարդիկ ունեն 40%-ից ավել սոված ապրում է, այդ մարդիկ նպաստ չեն ստանում, բալեր են ավել, իրանք ունեն այդ հնարավորությունը, չեն զաքսավորվել մարդիկ, որ երևի այդ օգուտները ստանան, բայց որպես առաջին տիկին անհարմար է, կարելի է, ասում եմ, դաժե եթե քու դաստիարակությամբ, քու հոգով դու այդ կուլտուրան չունես, քեզ մենակ ուղեղով մտածելով, որ դու առաջի տիկին ես, կարելի է պահել շնորհքին, ավել պակաս բաներ չգրել, աշխատի խելոք, կարդալ, ինքդ կրթվել, ոչ մեկին պետք չկրթել։ Մենք լավ համալսարաններ, ինստիտուտներ ունենք, որտեղ կկրթվեն մեր մարդիկ, բայց դաստիարակությունը մարդը ստանում է իր տանը, որը նա չի ստացել, չի կարելի, դու ով ես վիրավորում ես մարդկանց, ավել պակաս բաներ եք գրում, ես ինչա կամ այդ ինչ բան, այմար դուք բան ու գործ չունեք, առավոտի տիրիկուն հեռախոսների մեջ, կոմպյուտերների մեջ ձեր մտքերն եք գրում, որ մարդիկ արդեն ոչ թե ծիծաղում են, ուզում են հետ տան ձեր վրա, չի կարելի տենց, ես դուք ոչ կրթություն ունեք կարգին, ոչ դաստիարակություն ունեք, ոչ բան, գոնե խելոք, սուս-փուս մնացեք, տեսեք, մինչև երբ եք թակավորելու, որ ռադանեն, պրծանեն, այս ազգը հոկարակը չի ինգ է այս ժողորդը, չեմ հասկանում, չի կարելի այս ձևով վարվել, այս տիպի, ասում եմ, այս ժողովուրդը շատ կրթված, դաստիարակված, լավ ժողովուրդ են մեր ժողովրդին ուղղակի իրանք հասցրեցին այս վիճակի, որ մարդիկ կան, որ արդեն չեն կարում իրանց զսպեն, իրանց նման լկտի արտահայտություններ են անում, որովհետև եթե կուզեք սենց ասեմ, նայենք 30 տարի առաջվա հայ մարդուն, հայ կնոջը եւ հիմա նայենք։ Այն ժամանակ մենք անձամբ ասենք ես Երևանում մի 2-3 գիժ կար ընդամենը, հավատացեք, լուրջ եմ ասում, եւ մի երևի 5-ից 10 մուրաց կան, որոնք որ իրոք ինվալիդ էին, գումար էին հավատում։ Հիմա, եթե կուզեք, մի ժամ կանգնեք կողքս, ես ձեզ մինիմում 5 գիժ ցույց տամ։ Մարդիկ գժվում են, շատ մարդիկ կան, որ չեն կարող դիմանալ այս վիճակին։ Իրան խոսալով, մեկին հայոյանք տալով, բարձր քաղաքի կենտրոնում գոռալով, հայոյելով, գնում գալիս են, գժվել են մարդիկ։ Ու այդ ինչից է գալի, վիճակից։ Եվ գլխավորներից, որոնք որ մարդկանց սենց գժվացնում են, բայց այդ շնորհք չէ, էսի ձև չէ։ Գիտեք, ամենավատ բանն է կյանքում, երբ որ մարդը լրիվ ամբողջովին իր ամոթը կորցնում է։ Մարդը պիտի ամոթ ունենա, էլի եմ ասում, չես կարող մի բան անել, սուս ու փուս գնա թող գա մի ավելի խելացին, որը որ կարող է, գիտի ձևը, այն մտքերը, ծրագրեր ունի, էս ունի, ամոթ բան չկա տեղ։ Հիմա իմ մոտ չի ստացվել, ձեզ մոտ կարող է ստացվի։ Եկեք, դուք պատկերացնում եք, որ մենք ունենայինք մեր այն հին 400,000 քառակուսի կիլոմետրով երկիրը եւ ունենայինք մի 15-20 միլիոն բնակչություն։ Ոնց էր ելնելու մեր վիճակը, եթե սենց մարդիկ թակավոր էին։ Սարսափելի վիճակում էինք հայտնում։ Մնացել են 2-3 միլիոն մարդ ստեղ կոնկրետ մեր այս հողի վրա։ Չեք կարող ձեզ շնորհքով պահեք։ Նորմալ բաներ անեք, որ քաղաքացին զգա իր վրա։ Ասում եմ, տեսեք ժողովուրդը ինչքան հոգնած է։ Հունվարի 1-ից թանկացրեցին տրանսպորտ, աղբահանություն, գույքահարկ, հայտարարներ, դուք պատկերացնում եք այդ ինչա։ Չեն կուլտուր, այդքան ֆայմել չունեն, որ գոնե 6 ամիսը մեկ մի բան փոփոխություն մտցը։ Իրանք նենց են անում, որ ազգի կեսը գժվի մի անգամից։ Առաջարկություններ են անում, ծախի ստեղ կուտունը, գնա հեռու առ, մի քիչ փող կմնա, կայֆավատ կլնես, լավ կլինի։ Իսկ ապուշներ, իսկ որ դից են հավատում։ Ժողովրդավարությունը սենց չի լինում։ Ես ինչ իրավունք ունեմ մեկին պարտադրելու իր տունը վաճառը թողի գնա ուրիշտեղ ապրի։ Կամ ախր լոգիկա չկա հանած օրենքների մեջ։ Մետր քառակուսին է կեղտոտում։ Հա, թե անհատը, ամեն անձը։
որ ինչ որ բանից օգտվում է, աղբ առաջացնում, այդ աղբը պետք է գին ունենա, տեղափոխման եւ վերջ։ Մետր քառակուսիով։ Հիմի ես մի կրակն եմ ընկել, եթե մենակ եմ ապրում 150 քառակուսի ունեմ։ Ոնց անենք։ Այդ աբսուրդ բաներ է։ Այսինքն ես քանի տարի է գոռում եմ, ասում եմ, այս մարդիկ սոված են ապրեն։ Աչքները ծական։ Այս մարդկանց ուզում եք, ասում եմ, կամազներով ամեն օր փող տարեք, կասի մյուս օրն է բերեք, մյուս օրն է բերեք, այս մարդիկ կամ արդեն իրանք են համոզվում, որ այս իրանց վերջի տարին է, ինչ կարան գրփեն շուտ տանեն, ախր շատ չի անցել, 7 տարին դա շատ մեծ ժամանակ չի էլի։ Թող նայեն 7 տարի առաջ իրանք ով էին, եթե չեք մոռացել, ազգային ժողովում բացահայտ հայտարարում էին, դե մենք ապառիկներով սա ենք վերցրել, էսի չենք կարում, դաժե ապառիկ չէին ձևակերպում, բայց հիմա կարում են թոշակառու մարդուն 1.5 միլիարդ դրամ վարկ տան։ Ոնց հալնում այտենց։ Հում ենք ապուշ չենք, լսեք։ Երբ որ գաք մարդավարի կբացատրեք, կաշխատենք հասկանալ, բայց չեք կարա բացատրեք, այտենց չի լինում, այս լավ չապ գոյություն ունի, հասկացանք, ղեկավարեք, այսօր ոնց լինի, դուք մի փոքր պետք է այս կողմից, այն կողմից ավելնորդ թղթեր ապուշավարի լրացնեք, այդ փողերը դուրս գերեք, տանեք, հասկացանք, մի փոքր լավ ապրեք մնացածից, բայց ոչ այս ձևի, չի կարելի 2-3 տարի քաղաքապետալնում մեկը տենում ես մի հատ 5 միլիոնանոց հողատարածքավ եկալ է տուն ասարկում։ Այդ ոնց ալնում այտենց, լսեք։ Ես 100 անգամ ասել եմ, այդ ոնց ալնում։ Ես ծնվել մեծացել եմ Երևանում, ինժեներ մարդ, 100 տարվա գործարանում աշխատող արտադրամասի պետ եմ աշխատել, ես մի բուտկա չունեցա։ Այս ոնց իրանք այտենց։ Մի քանի տարում ունեցա։ Այտենց ոնց չի լինում այտենց։ Թողան Եթե մի բառը սխալ եմ ասում, թող իմ հետ նստեն, իրանց հաշվարկը ցույց տան։ Տենան ոնց ունեցան իրանք էդի։ Եթե ես սխալ կլնեմ, թոնզի հրապարակում կախաղան հանեն, ես թույլ եմ տալի, գրավոր կգրեմ։ Չեն կարա, պրոստը բոլորն էլ ասում են ախպեր, Լևոնը պրծավ։ Լևոնից հետո Քոչարյանը պրծավ։ Այնա հեսա մարդը 70 տարեկան է, 70-ավոր։ Սերժիկը պրծավ։ Ես եկը պրծնեմ, ինչ ա եղել։ Իրանից հետո եկողն էլ է, իրան ճղում, որ ինքն էլ է տենց լինի։ Մի քանի ընտանիքի համար է այս երկիրը։ Այս գնում են աշխարհի, որ երկրների ման են գալիս, նայում են, գալիս են, ասում են, գիտեք, ինչ մաքրություն, ինչ կուլտուրա, ինչ վերաբերմունք, առանց կասիր սուպերմարկետ կա, մարդը մտնում է կամավոր, ինքը ինչ պետք է վերցնում է, վճարում է, սուս-փուս դուրս է գալի գնում է, կասիրել չեն պահում։ Դուք պատկերացնում եք, թե տենց լինի։ Այդ մյուս օրը բանկրոտ կլինի այդ սուպերմարկետը։ Ախր լավը կարում ենք տեսնենք, բայց չենք ուզում անենք։ Ամեն մեկս մի հատ լազեյկա ենք ման գալիս, որ դեից ինչ կարելի է փախցնել։ Ասում եմ, այս խեղճ ու կրախ վարորդներին նայում ես առավոտ իրիկուն զանգում են, ասում են ախպեր լավ, սենց ոնց պետք է լինի։ Այն ժամանակ առաջարկում էի, ասում էի, բերեք հաստատագրված, վճար դնենք։ Ձեր ասած 15-20 միլիոն ամիսը որ մտնում էր այն լիցենզավորման ժամանակ տաքսիստներին։ Ասում էի, ես ձեզ խոստանում եմ, հաշվարկա, ասել եմ նախարարը շշկռած նայելա դեմքիս։ Ոնց կարա ամիսը 250-300 միլիոն դրամ մտնի, ասում եմ հա, եւ իրանց երեսին էլ ասել եմ, որովհետեւ ձեր գրպանի 10 միլիոնը ավելի է գերադասում, քանց պետբյուջե մտնի 300 միլիոն։ Հենց իրանց երեսին եմ ասել, նիստի ժամանակ, ներկաներ կան, չեն մեռել։ Լյուբոյին կարամ բերեմ, ասի որ ասել եմ։ Ցանկություն չկա, չէ, գրպանն է կարևորը։ Այս մարդիկ չեն հասկանում, որ ոչ մի մարդ ոնց տկլոր եկել են, տկլոր պիտի գնան։ Ես մեկ օրինակել եմ բերում, ասում եմ առաջ թաղումների ժամանակ մարդկանց ձեռքերի արանքը մի հատ թաշկինակ էին դնում։ Հիմա մոդայից ելել է, էդ էլ հետը չեն դնում։ Գնում է դատարկ։ Հասկացանք, թողեք ձեր երեխեքին որոշակի բան, բայց լավ կլինի ձեր երեխեքին թողեք դաստիարակություն, կրթվածություն, մարդկային վերաբերմունք։ Այդ ամենալավն է։ Իրանք լավ կապրեն դրանով։ Ոչ թե գազանանոց ենք դառը,
Դուք պատկերացնում եք, նայում եք ինչ սպանություններ առնում։ 17, 20, 19 տարեկան երեխեքի մեջ։ Ոչ մեկի հետ չես կարող մի բառ փոխանակես։ Մեծ փոքր վերացել է։ Դա է ինչ հասկացողություն։ Նստեք տրանսպորտ ինքներդ կտենաք։ 16, 17, 18 տարեկանը նստած, իբր հեռախոսի մեջ պետության հարցեր է լուծում, 60-70 տարեկան կինը կանգնած մի կերպ թափ տալով իրան գնում է։ Վերացել է, այս ամեն ինչ եկավ դրանից։ Դաստիարակություն չունենալուց, 90-ական թվականների վատ վիճակից, մարդիկ երեխեքին 15 տարեկան ասում են մի հատ պստիկ տուն բճկադիր, վրան 2 հատ կանֆետ դիր ծախի փողոցում, քեզ պետք չի դպրոց գնաս, քեզ պետք չի դաստիարակվել, առավոտ գնա իրիկունի, տենց շարունակվեց։ Այսօր էլ իբր Աննա Հակոբյանը դաստիարակչական դասեր է ուզում անցկացնի, լավ է։ Իրոք անհարմար վիճակ է, էլի չեք պատկերացնում, ախր էլի եմ ասում, որ բնակավարը մտնեք այս վիճակն է։ Այս մարդիկ չեն կարողանում։ Ես ասել եմ, նորից կրկնում եմ, կառավարել դա շատ մեծ հմտություններ է պետք ունենալ, մարդը պետք է ունենալ եւ գիտելիք, եւ կյանքի փորձ, եւ աշխատանքային փորձ։ Այս մարդիկ, այս նայում եմ, ինքս արդեն 50 տարի է մեքենա ունեմ, մեքենա եմ վարում։ Ոչ մեկը այս 35 տարում չմտածեց, որ տարին 50-60 հազար մեքենա է ավելանում այս քաղաքում։ Բա ղեկավարը եթե 5 տարի հետոն չնայեց, այսօրով ապրեց, նա ղեկավար չի կարող աշխատել։ Բա պետք է չմտածեին ճանապարհներ սարքեն, այս սարքեն, այսօր անջախ բերել ենք ֆրանսիացիներին, քաղաքապետարանը բերել է, հեսա էլի միլիոն եվրոները դուրս կգրեն, կտան, ուրեմն մենք չենք կարում որոշեինք, Ամիրյան, Զաքյան, Մաշտոցից ձախ թեքվելը հարմար է թե հարմար չի, Ֆրանսիայից մարդիկ ենք բերել, որ իրանք մեզ ասեն, այդ ձեր մոտ այդ փողոցը տենց արեք, կամ Սարյանը հեսա շուտով միակողմանի են սարքում, իսկ լսեք, միլիոն հատ տրանսպորտնիկներ ենք ունեցել, այն հնուց կոմունիստների վախտից եկած, այդ մարդիկ 100 հատ ֆրանսիացուց լավ գիտեն, համ մեր դիրքը, երկրի, համ մեր ճանապարհների վիճակը եւ մնացածը։ Հեչ պետք չի բերել, իրանք էլ Լոնդոններում են սովորել, չէ՞, տենում ենք սովորածը։ Մենք ոչինչ, մեր տեղական, մեր պոլիտեխնիկ ենք սովորել, կամ ես ենք արել, բայց այդ պստիկ բաները հասկանում ենք։ Պետք չի գնալ Լոնդոն, պետք չի ասել օքեյ, պետք չի ասել հայերենով, նորմալ, մարդկանց պետք է բացատրել, այսի անում ենք սենց, որպեսզի այս բանը սենց լավ լինի։ Իրանք էդ էլ չեն կարող։ Իրանք մարդիկ են բերում միլիոնավոր դոլարներով, եթե չեմ սխալվում, ժամանակին էլ Անգլիայից էին հրավիրել այս տրանսպորտի հետ կապված։ Այս չի տրանսպորտի վիճակը։ Բարեկարգել են։ Պատկերացրեք, մարդկանց տարիքավոր, ասում եմ, լյուբոյ կանգառների մոտ կանգնեք, տելսել չկա։ Տարիքով կինը, ճամպրուկը ձեռը, սումկան ձեռը ծանր, գնում է մի կանգառի չափ տելսել գտնի, որ տոմս վերցնի ու գա։ Գումարած, եթե մի տոմս է վերցնում, մի հատ էլ 50 դրամ է տեղ կորցնում։ Այդ ինչի կոֆեի ապարատը կարում է 50 դրամանոց 100, 200, 500 վերցնի։ Եվ զդա չի տա։ Տելսելը չի կարում իր ապարատները տենց սարքի։ Չէ, դա քիչ է, հլվեկալեք զույգերի վաղտ էլի մի բան կարելի է անենց նորմալ անել, բայց եթե կենտ եք վերցնում 1, 3, 5, անպայման դուք այդ ավել գումարներն թողում եք տելսելի մեջ։ Այս ինչ մկան նման, այս ինչ եք գողանում, լսեք։ Ումից եք գողանում, տրանսպորտով են նստում։ Այն մարդիկ, որոնք որ պրոստը յոլա են գնում, դրանցից էտել եք թալանում, ու որ իրար գրգած փաթաթված, հա, ցերեկվա ժամերին մի փոքր կարող է տրանսպորտն ազատել, բա առավոտյան, բա երեկոյան 5-ից հետո նայեք ինչ է կատարում։ Կես ժամ, 40 րոպե, մի ժամ սպասում են, որ մի կերպ կարողանան տեղավորվեն գնան։ Էս էի կամ Լոնդոնում եք սովորել, հա, ու շուշուտ էլ Լոնդոն է գնում, թե չգիտեմ ինչի համար։ Նյու Յորքը պրծավ, հիմա Լոնդոն է գնում, լավ էլի, ամոթ, ասում եմ, չի կարելի, այսքան չտես անկուշտ, չգիտեմ, այդ ձևով ապրել էլի, պետք է մի փոքր աշկներդ կուշտ լինի,
մի փոքր մտածեք, մի լավ բան թողեք այս ժողովրդին, որ գոնե մեկ-մեկ հայոյելուց ասեն չէ, մի ասա էլի, այսպես լավ բան էլ արի։ Գոնե այդ մեկը հիշացնեն։ Սենց չի կարելի։ Հիմա էլ արդեն էլ բան ու գործ չունեն, եկեղեցի, կառավարություն, այս ինչ գործ ունեք դուք իրար հետ։ Դուք ինչ իրավունք ունեք խառնվեք եկեղեցու գործերին կամ եկեղեցին խառնվի։ Ես դա էլ չեմ ընդունում։ Նույն այն Սրբազանը, Բագրատը, ինչ միտինգներ ան։ Դու ով ես, լսի, հանի վրայից տետի, ասա հրաժարվում եմ, խնդիր չունես, սովորական քաղաքացու պես էլի ու բողոքը հայտա, արտահայտի, ոնց ուզում ես։ Բայց Փարանջեն վրեդ խաչը վիզդ քցած ելս դուք ինչ իրավունք ունեք մեկը մյուսի գործառույթների մեջ խառնվելու։ Չեմ հասկանում, ասում եմ, այս ժողովրդին են որոշեք գժվացնել երկու կողմից։ Կարող է իրար այդ պայմանավորվածություն ունեն, չգիտեմ։ Բայց սենց չի կարելի։ Այսքան են ինչ ասեմ։